Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։ Շնորհակալ եմ պարոն Գասպարյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, որևէ ներքաղաքական, արտաքին քաղաքական, մեծ հետ առնչվող հարց քննարկելիս ինձ մոտ հարց է առաջանում, ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այս ցայտնոտը, գուցե շատերին տեսանելի չէ դա, բայց գոնե ովքեր նրան ճանաչեն, դա հասկանալի է եւ նրա թիմում ցայտնոտը։ Եվ հարցս, ով է շտապեցնում Փաշինյանին, Էրդողանը, Ալիևը, ինչու են շտապում, ինչ է տեղի ունենում, հա, որպեսզի հասկանանք ներքին որոշ խնդիրների ցայտնոտը, պետք է հասկանանք արտաքինում ինչ է կատարվում։ Փորձենք սա հասկանալ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ցայտնոտը ճնշման արդյունք է, ճնշման հետևանք է։ Ճնշումը կարող է լինել եւ ներսից, եւ ռեգիոնից, եւ գլոբալ մակարդակով։ Երեք մակարդակներում փորձենք հասկանալ ովքեր են ճնշում։ Այո։ Աշխարհի անվտանգության ճարտարապետությունն է վիճարկվում մեծ հաշվով։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը լծված են այդ գործին։ Առիթից օգտվում են տարածաշրջանային դերակատարները, ով կարողանում է մաքսիմալ արդյունքի հասնել, ինքն էլ կարողանում է քիչ թե շատ ճամպրուկով, պորտֆոլիոյով ներկայանալ բանակցային սեղանին։ Ադրբեջանը ինչ է անում։ Գնում է դեպի կենտրոնասիական պետություններ։ Այո։ C5+ ֆորմատը։ Այո, եւ դրանով փորձում է բնականաբար Ռուսաստանի վրա հավելյալ ճնշում իրականացնել։ Սա ամերիկյան պրոյեկտի մասերից մեկն է, հա, հատվածներից մեկն է, որը Ռուսաստանի նկատմամբ եւ Իրանի նկատմամբ ընդհանրապես անակոնդայի քաղաքականության իրականացումը կամ սեղմումը դրսևորվում է հիմա այս անգամ կենտրոնասիական կամ միջինասիական պետությունների կամ Ռուսաստանի փափուկ փորի, ինչ մասին ձեր տաղավարում բազմիցս ես խոսել եմ, նշելով, որ եւ հղում կատարելով նույն Rand Corporation-ի 2019 թվականի հայտնի վերլուծությանը, որը դրվեց ամերիկյան որոշումների ընդունման սեղանին, որ 3 գլխավոր կետ կա հակառուսաստանյան, որը պետք է ակտիվացնել, հա, այդ բջիջները ակտիվացնել Ուկրաինա, Հարավային Կովկաս եւ միջինասիական պետություններ։ Հիմա միջինասիական պետություններում մենք տեսնում ենք այդ միջսահմանային կոնֆլիկտներ մեկ-մեկ լինում են, բայց մեծ հաշվով հիմա տնտեսական ինտեգրման ճանապարհով փորձում են կոնտրոլը պահել իրենց ձեռքը։ Սա ի դեպ, քանի մենք պիտի խոսենք հիմա շատ փակագծերը չեն, բացի որովհետեւ այստեղ Թուրքիայի դերակատարման հետ կապված շատ կարեւոր հանգամանքներ կան, կուզեմ անպայման շեշտադրումները կատարենք դրա վրա, որովհետեւ դա անմիջականորեն նաեւ անդրադառնում է մեզ։ Միջինասիական պետությունների ուղղությամբ այսպես փորձում է դիվիդենդներ ձեռք բերել ամերիկյան կողմի միջնորդությամբ, սա բնականաբար առնչվում է նաև այսպես կոչված TRIP ծրագրին կամ Զանգեզուրի միջանցքի ծրագրին, եւ այստեղ խաղից դուրս են ուզում մղել բնականաբար Ռուսաստանին, մեծ հաշվով։ Ռուսաստանը ինչ է անում, Թուրքիայի միջոցով մեսիջը հղում Արևմուտքին, Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին։ Ինչ է անում Ռուսաստանը այսօր, չգիտեմ, լրատվամիջոցները թեև չտարածեցին, Ուկրաինա մատակարարվող նավթի մի մեծ նավ Թուրքիայի դրոշով պարզապես հարվածեց Ռուսաստանը։ Եվ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ ակնհայտ մեսիջներ C-135 այսպես օդանավի ռմբակոծություն չասեմ, բայց ամենայն դեպս կործանումից հետո, որը պարզ է, որ այդտեղ ռուսական հետքեր կան։ Ամենայն դեպս ուսումնասիրելով հետախուզական տարբեր տվյալներ, այդտեղ հստակ մեղադրանքի սլաքը ուղղում է այդտեղ եւ Թուրքիայի ներսում բուն խոսում են այդ ամեն ինչի մասին, որ այսքան նվաստացում չի կարելի հանդուրժել եւ այլն։ Ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում հենց այդ ճնշումների հետ կապված։ Ուրեմն Ադրբեջանը այդ ուղղությամբ է գնում, Թուրքիան բնականաբար փորձում է դեպի արևելքը ռազմավարական խորքը ապահովել եւ այստեղ դու մնացել ես ձեռնունայն, ստեղծել ես ինչ-որ հայ-ամերիկյան, ոչ թե դու ես ստեղծել։ Քեզ ասել եմ, որ ստեղծվում է մի հանձնաժողով, գիտենք ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի այց Հայաստան, ինչ նպատակ է հետապնդում։ Այո, եւ դա բարձրաստիճան պաշտոնյա է, հա, Ամերիկայի համար պետքարտուղարի տեղակալի այցը համարժեք է կամ համազոր է մի 10 պետության ղեկավարի պաշտոնին։ Նշանակում է, որ այստեղ ընթանում է շատ պրոցեսի արագացում։ Պիտի արագացվի այս պրոցեսը, որովհետև Ուկրաինայում դեռ Ռուսաստանն ու Արևմուտքը կես քայլ առաջ, մեկ քայլ հետ, այլ տարբերակով կոնֆլիկտը դեռ ապասառեցված չէ, տաք է,
ինչ պիտի անել, պիտի Հայաստանը որպես տարածաշրջանային խաղացող դերից, որը վերացել է վաղուց, շուտ փաստաթղթավորումը այնպես անել, որ որևէ արգելք չլինի այս տարածաշրջանում, մենք թրիփը հատվածական ենք դիտարկում, բայց ամերիկյան պրոյեկտը շատ ավելի մեծ է, թրիփը ընդամենը հայաստանյան հատվածն է, անունն է այդպիսին։ Դե Ալիև ասեց, չէ, թրիփը անցնում է Զանգեզուրի միջանցքով։ Այո։ Եվ նույն այդ մոտեցումը կիսում են բնականաբար Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների համար ոչ մի տարբերություն մեծ հաշվով, եթե դու պիտի վերարտադրվես այստեղ իշխանությունում եւ դու խնդիր ունես ամերիկյան այդ ծրագիրը վերջնականապես կյանքի կոչելու, անունը թրիփ դիր Զանգեզուրի միջանցք մի դիր, ամերիկացիք ընդհանրապես որևէ խնդիր չունեն, էլի այդ պայմանականությունների հետևից չեն ընկնում։ Դա Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է ներսում ինչ որ թուղթ ցույց տալու համար, որ տեսակ ընդդիմադիրներ, որ ասում եք Զանգեզուրի միջանցք, ոչ մի միջանցք էլ չկա, հակառակ փաստին, որ ադրբեջանցի բոլոր պաշտոնյաները, ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որևէ մեկը թրիփ ծրագրի անունը չի տվել, այսինքն իրենք անվանում են դա Զանգեզուրի միջանցք, նույնն էլ Թուրքիայում են անում, միայն այստեղ են, որ այդպես են ասում։ Նիկոլ Փաշինյանը հստակ ճնշումների տակ է եւ այդ ճնշումների արդյունքն է, որ ինքը չի կարողանում որևէ շոշափելի բան ձեռք բերել, հասկանում եք։ Գիտեք, այս ծրագիրը նույնիսկ եթե իրականացվում, որը մեծ հաշվով, եթե ապաշրջափակում է տեղի ունենում տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների, ոչ մի ռացիոնալ մարդ չի կարող ընդդիմանալ այդ ամբողջին։ Ոչ Հայաստանի ինքնիշխանության հաշվին բնականաբար, ոչ տարածքները չգիտեն վարձակալության։ Մենք այդ հա, բայց եթե բոլորն են։ Եթե բոլորը, եթե ապաշրջափակում բացվում են բոլոր։ Այնպես ինչպես նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված էր, որը այդպես էլ կյանքի չկոչվեց։ Հիմա սրանք փորձում են նաև ասել, որ տեսեք մենք այսպես կոչված խաղաղության խաչմերուկի հետևից ենք գնում, բայց ինչ խաչմերուկի մասին է խոսքը, եթե դու ընդամենը միակողմանի ես այդ ճանապարհը բացում։ Հա, բայց պարոն Գասպարյան, երկուսն էլ ես չեմ կնքել, դուք չեք կնքել, եւ նոյեմբերի 9-ը եւ օգոստոսի 8-ի համաձայնագրերը նույն Նիկոլ Փաշինյանն է կնքել։ Երբեմն ես տեսնում եմ իրենք քննադատում են նոյեմբերի 9-ի մասով, որ քանի որ Ռուսաստանն է, այսպես ասած, խավորությունը վերցրել են տեղեստեղ Թրամփը, բայց երկուսն էլ դուք եք կնքել։ Հիմա ում վրա եք մուննատ գալիս։ Լավն է, վատն է, երկուսի տակ էլ դուք եք ստորագրություն դրել։ Այստեղ մի տարբերություն, Տիկին Սերենը շատ ճիշտ եք ասում, երկուսը իրենք են կնքել, բայց այն փաստաթղթում, որտեղ կա ռուսական դերակատարում կամ ռուսական միջնորդություն, կապ չունի լավ-վատ։ Դա պետք է քննադատվի։ Այն փաստաթղթը, որի տակ ամերիկյան ստորագրություն կա, կապ չունի լավն է, վատն է, չպետք է քննադատության ենթարկվի։ Տարբերությունը ուղղակի սա է։ Հա, բայց երկուսն էլ իրենք են կնքել։ Այս սա է խնդիրը, աբսուրդը սրանն է։ Իրենք են, եւ սա բնականաբար խոսում է Գերագույն գլխավոր Նիկոլի պսիխոպատ լինելու մասին։ Ինքը կարող է այսօր մի բան ստորագրել, վաղը կարող է մեկ ուրիշ բան ստորագրել եւ այսպես անվստահություն ձևավորել, բայց գերտերությունները թաթալոշ են տալու, հա, եւ տալու են երկրին, մեզ են տալու։ Հիմա ինքը ուզում է պսիխոպատ խաղա, ուզում է շիզոֆրեն խաղա, գիժ խաղա, ինձ դա չի հետաքրքրում մեծ հաշվում, իր մերձավորներին դա պիտի անհանգստացնի, բայց եթե այդ պաշտոնն է զբաղեցնում, հարվածը մեզ է գալու, երկրին է գալու։ Ես շատ լավ հիշում եմ այն ձայնագրությունը, որը 21 թվականի ընտրություններից առաջ հրապարակվեց եւ մեր փորձագիտական շրջանակային ժամանակ Սերժ Սարգսյանը որ հրապարակեց, այո, փոխանակ ցույց տրվեր, որ մարդիկ դասեր պետք է քաղեն դրանից, թե ինչպեսին չպետք է լինի քո պետության ղեկավարը, որ միջազգային հանրության մոտ չպետք է ստեղծի խելագարի, չգիտեմ ինչի տպավորություն։ Մենք հակառակ բանալ տեսակ ինչ խոհեմ դիվանագետ է եղել, որ այսպես խոհեմ դիվանագիտության վերջը նոյեմբերի 9-ը փոխարինելն էր օգոստոսի 8-ով, որը որևէ ռեալ երաշխիք չի տրամադրում Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջության պահպանման առումով։ Որևէ ռեալ երաշխիք չկա։ Հիմա այս ամբողջը եթե գումարում ենք իրար, մենք հասկանում ենք, որ այս մարդը ներքին ճնշումների մասին դեռ չեմ խոսում, հա։ Ներհամակարգային ճնշումների մասին չեմ խոսում։ Պետության ներսում հետս հետ է իր այդ գերհերոսի կերպարի ոչնչացման, կուսակցության քաղաքացիական պայմանագիր կուսակցության անզորության, ինստիտուցիոնալ թուլացման ճաքերը խորացնելու, հա, խնդիրների մասին չեմ խոսում։ Հասարակ ժողովուրդը չի ընդունում եւ մերժում է բոլոր այն նարատիվները, որ այս իշխանությունը ասպարեզ է նետում, որոնք դիպչում են ազգային ինքնագիտակցությանը եւ ժողովուրդը ողնաշարով է զգում։ Երեք ես այս մասին էի գրել, որ
փողոցում չբղավել դեռևս չի նշանակում աջակցել գործող իշխանության հակաեկեղեցական կեցվածքին։ Փողոցում ընդդիմության հետ ցույցերի դուրս չգալ դեռևս չի նշանակում սատարել այն հակազգային եւ հակապետական քաղաքականությանը, որ այս իշխանությունը որդեգրել է, եւ դրա վառ դրսևորումը նաեւ այն էր, որ ընտրություններում, վաղարշաբաթի ընտրություններում մենք տեսանք, որ մի փոքր գրագետ աշխատանքով, ես գնահատական չեմ տալիս, մի փոքր գրագետ աշխատանքով, բնականաբար աշխատանքի շատ ավելի մեծ տեղ կա, հնարավոր է ջարդել այն նարատիվները, որ այս իշխանությունը այն հենասյուները, որոնց վրա ինքը կառուցել է։ Այլևս Նիկոլ Փաշինյանի երևույթը չի աշխատում ընտրություններում, որովհետև վաղարշաբաթի ընտրությունը ցույց տվեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վերագրվող ձայները ավելի շատ personal vote են, անձնական քվեներ են, այսինքն անձի ազգանվան տոհմիկ լինելու կամ հնչեղ լինելու հանգամանքն է Մեխակ Մեխակյանի որդին, վերջ, ինքը լավ տղա է։ Ընդհանրապես հայկական հայաստանյան քաղաքական մշակույթից, եթե մենք ուզում ենք որևէ տրանսֆորմացիա կատարել, այդ ես լավ տղա եմ արտահայտությունը քաղաքականության մեջ պետք է փոխարինվի ինչ արժեք է ստեղծում, ինչ արժեք է տալիս։ Հիմա իշխանությունը ինչ արժեք է ստեղծել։ Ինքը աշխատել է բացառապես հենց այդ անհատականությունների կամ անհատների։ Չնայած դա էլ կարծում չաշխատեց, որովհետև դուք տեսաք, հա, ինչ պետական ինչ ռեսուրսներ էր մսխվում այնտեղ։ Ամբողջ պետական բյուջեն ու ամբողջ պետական լծակները գործի էր դրված Էջմիածնում, ինչպես դրանից առաջ Գյումրիում էր եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք այնպես, որ չեմ կարծում այդ գործում աշխատեց, բայց Էջմիածնի մասին խոսենք։ Քանի որ ըստ էության հիմա Միջին Ասիայի մաս դարձավ Ադրբեջանը, մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Տաշվենտում հայտարարություններ արեց եւ փաստորեն հանդիսավոր կերպով նա դարձավ Միջին Ասիայի երկրների ղեկավարների կոնսուլտատիվ հարթակից C5-ի անդամ եւ այդ կառույցը դարձավ C6, հա։ Սա կարևոր է այն իմաստով, ինչպես գրել էր նաեւ անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագիտ աշխատող պատմաբան միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը, նա նշել էր, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական առումով դառնում է Միջին Ասիայի մաս, ուստի Հայաստանը արդեն չի կարող դառնալ Եվրոպայի մաս, այսինքն փակվում է այդ դուռը։ Մի կողմ թողնենք, որ Եվրոպան մեզ չէր ընդունելու եւ սա մեծագույն բլեֆ է, Եվրոպան չի ընդունել Թուրքիային, Եվրոպան չի ընդունել մինչև հիմա Ուկրաինային, Վրաստանին եւ այլն, վիզաների ազատականությունը մի կողմ թողնենք Վրաստանի, որ ուզում են հիմա ձեռքից վերցնել։ Դա մի կողմ թողնենք։ Ոչ մեկ մեզ չի խոստացել, որ մենք դառնալու ենք Եվրամիության անդամ։ Դա մեծագույն սուտ է, բլեֆ է, այս իշխանությունները օգտագործում են։ Հեքիաթ է, սուտ է։ Եվրոպայից շատերը դրան հակադարձել են։ Բայց նույնիսկ այս դեպքում, երբ որ պարոն Աբրահամյանը գրում է, որ փակվում է, հա, Եվրոպայի մաս դառնալը, արդյոք Միացյալ Նահանգները դժվար դա ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինել, առնվազն Թուրքիայի հետ խորհրդակցելուց հետո, եթե Թուրքիա, ապա Միացյալ Նահանգներ եւ այլն, հա, ինչով է գլոբալ իմաստով Եվրոպայի մաս դառնալու Հայաստանի էջը փակվում։ Մի շարք առումներով, մի քանի առումով։ Առաջին, տնտեսական։ Սկսենք տնտեսությունից, որը Եվրոպայի երբեմնի հաղթաթղթի վախճանն է։ Եվրոպան այսօր տնտեսական խոր ճգնաժամի շեմին է, շատ ավելի խոր, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Գերմանիան երամից դուրս է գալիս մեծ հաշվով։ Գերմանիան հատկացրել է ավելի քան 5 տրիլիոն եվրո, տեսեք թիվն եմ հնչեցնում, սեփական արդյունաբերությունը եւ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ վերականգնելու համար։ Գերմանական առաջատար գիտատեխնիկական եւ գիտահետազոտական ինստիտուտները, որովհետեւ վերջին 2-3 տարվա ընթացքում ինչ ուկրաինական այս հակամարտությունը սկսվել է, Շանհայի միջազգային դասակարգմամբ, հա, իրենց դիրքերը զիջել են 10-15 կետով, սա լուրջ կորուստ է գերմանական տեխնոլոգիական մտքի համար, որ այդ ամբողջ տնտեսությունը դրա վրա է կառուցված։ Գերմանական ընկերությունների ավելի քան 4000 ընկերության դեպի Չինաստան փախուստը անցած 2-3 տարվա ընթացքում։ Գերմանական արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդհանուր Գերմանիայի տնտեսության պակասել է։ Սա Գերմանիայի առումով։
ֆրանսիական տնտեսության խորճգնաժամի մեջ հայտնվելու խնդիրը, ուկրաինական ծախսերը հոգալու բեռը, ամերիկյան բեռը, որ դրվեց, Ուկրաինայի ամբողջ հարստությունը Ռուսաստանի հետ գցեցին, այո, Եվրոպայի գրպանը։ Գուցե ճիշտ էլ արեցին։ Գուցե ճիշտ էլ արեցին։ Դե իրենք պիտի մտածեն որպես ինքնիշխան պետություն, հա, այսպես եթե այդ պետություն մնացել է։ Նույն մոտեցումն էլ իդեպ մեզ է վերաբերվում։ Այսինքն դուք ընտրեցիք այս իշխանությունը գնաց Պրահայում ստորագրեց, ասեց, դուք էլ պատասխանատվություն վերցրեք, որովհետև միջազգային հանրություն չի վերցնել պատասխանատվություն քո ընդունած ճակատագրական կամ ռազմավարական ոչ կենսունակ որոշումների համար։ Ֆրանսիան այդպես, այսինքն ես խոսում եմ Եվրամիության երկու լոկոմոտիվների մասին։ Սա այս բեռը թոթափելու համար Եվրոպան նվազագույնը 7-ից 10 տարվա ժամանակ է պահանջում ինքի իր համար, որպեսզի վերականգնի այս ամբողջը։ Գումարենք սրան։ 600 միլիարդ դոլարի այն պայմանագրերը, որ Եվրամիությունը կնքեց Միացյալ Նահանգների հետ գազի մատակարարման հարցում։ Խոսքը հունիսին կնքված այդ մեգա պայմանագրի կամ գործարքի մասին է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատարի եւ ամերիկյան ադմինիստրացիայի միջեւ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ այո, Թրամփի։ Երրորդ հանգամանքը Աֆրիկայից ֆրանսիական ավանդական տնտեսական դոմինանտությունը քշելու Ռուսաստանի հետևական ջանքերը։ Խոսքը վերաբերվում է Ալժիրից մինչև հարավ, եւ ձեր մոտ էլ ենք խոսել դեռ 1 տարի առաջ, ես լավ հիշում եմ, որ սրա հետևանքը ինչն է լինելու, որն է լինելու։ Սահմանափակվում է ընդհանրապես ֆրանսիական տնտեսության արտաքին ձեռքերի, հա, մանևրելու կամ խուսանավելու հնարավորությունը։ Եվս մեկ հանգամանք, որ բյուջետային ծախսերի զգալի հատված այս երկու լոկոմոտիվները ուղղում են ռազմականացմանը։ Մենք այստեղ խաղաղություն ենք քարոզում։ Մենք չէ, այս իշխանությունը։ Վատ բան չէ, խաղաղություն քարոզել, տակի ինչ ես դնում, հարցի մյուս կողմն է դա։ Եվրոպայի ամենահզոր երկու պետություններ դեռ չեմ խոսում Արևելյան ֆրոնտում Լեհաստանի, որը համախառն ներքին արդյունքի 4.7%-ը տիկինսերեն են հատկացնում է ռազմականացմանը։ Այսինքն Եվրոպան միլիտարիզացնում է իր տնտեսությունը առհասարակ եւ մեզ տանում 70-80 տարի հետ։ Սա տնտեսության հետ կապված, որ Եվրոպան որևէ շահագրգռվածություն չունի այդ էջը ակտիվացնելու հակառակ փաստին, որ Գերմանիայի կանցլերը վերջերս հայտարարեց, որ իրենք իբր շահագրգռված են Թուրքիայի ներգրավման հարցում Եվրամիության անդամակցության, որ 59 թվականից սկսած երկաթի եւ պոպատի միությանը անդամակցելուց սկսած Թուրքիան Եվրոպայի դռների առաջ կուրծքեցեցում եւ այլն։ Հիմա ինչու են դառնում, որպեսզի փախստականների հարցում մեղմացնեն Թուրքիայի դիրքորոշումը։ Առհասարակ որպեսզի Բոսֆորուն դարդանել չբացեն Եվրոպան մի հատ ուկրաինացի փախստականների կողքին մի հատ էլ նորից Մերձավոր Արևելքից այդ մեծ փախստականների խոսքին չի կարողանալ դիմադրել։ Պարզապես չի կարողանում։ Հիմա ինքը Ուկրաինայի 7 միլիոնից ավել 8 միլիոն փախստականների չի կարողանում լուծում գտնել։ Որոշ պետություններ գիտեք փակել են դռները, բայց չեն ասում։ Ավելին ասում են գնացեք ձեր երկրներ շատ։ Սա ամենամեծ այսպես կոչված կոնսոլիդացիոն գործոնն է Եվրոպայի, որ որևէ շահագրգռվածություն չունենա տեխնացուի կարգավիճակ ունեցող պետության հետ բանակցելու, ուր մնաց Հայաստանի նման իրենց համար բեռ պետության կամ Վրաստանի նման պետության հետ ինչ որ բան անել։ Մարդիկ բնականաբար մանիպուլացնում են, նույն 2008 թվականին ինչ տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, որ խոստումներ տվեցին եւ այլ եւ այլ, այդ խոստումները խայծ են պարզապես այդ պետությունների ժողովուրդներին թմրեցնելու եւ հակառուսական ընդգծված կեցված ворթեգրելու համար։ Այդ դիրքորոշումն է բացառապես։ Ես ինքս Եվրոպայի տարբեր երկրների, առաջատար երկրների եւ ուղեղային կենտրոնների եւ փորձագիտական շրջանի եւ բարձ մարդկանց հետ շփվելով տիկինսերան կարող եմ ասել ձեզ Եվրոպան խոր եւ համապարփակ արհամարում է ցանկացած նոր պետության այս կամ այն կերպ ներգրավումը Եվրամիության գործընթացում, եթե չունի հազոր ռեսուրսներ, որով կկարողանա իրենց բեռը թեթևացնել, ոչ թե դու դառնաս բեռ իրենց համար, եւ երկրորդը գեոպոլիտիկ եւ էներգետիկ առումով իրենց ծախսերը չի թեթևացնի։
Բանաձևը շատ པարզ է, այդտեղ չկա Ռոբերտ Շումանի 3 կարևոր հենասյուները, սկզբունքները, մարդու իրավունքներ, քրիստոնեություն, ժողովրդական, չկա այդպիսի բան։ Դրանք բոլորը խայծեր են ժողովուրդներին թմրեցնելու համար։ Նույն այդ խայծերով 40 տարի արևելքի բոլոր պետություններին թմրեցրել են եւ ոչ մի արդյունք։ Հիմա Հայաստանի եվրոինտեգրացիայի այդ փչած փուչիկը այլևս չի աշխատելու։ Խաղաղության կոչերը, խաղաղության պայմանագիրը այլևս չի աշխատում, այդ քարոզչական փուչիկը մարդիկ չեն վստահում։ Ոչ էլ փող են դնում դրա տակ իրական։ Ով? Եվրոպացիք։ Չէ, նկատի ունեմ Հայաստանի հանրությունը։ Փաշինյանը փորձում է դրանք օգտագործել, չէ՞, խաղաղություն են բերել, մեր Եվրոպային գնում, էլ ինչ փուչիկ կա։ Ամերիկային գնում։ Ամերիկան երաշխավորում է, դա բաղոց է պայթել, հա, Թրամփը ինքը այդպես ձեռ առավից թվում է, հա, Թրամփը Ալբանիայի քաղաքացիներից այն տղան ասելով եւ այլն, հա, որ այդքան դու իմ համար կարեւոր չես, որ քեզ հիշեմ։ Այսինքն ստացվեց երկու կարևոր թեզերը, որոնցով նա փորձելու էր, հա, այսպես ասած, ուղեղները լվանալ մեր հանրության առաջիկա ընտրական որևէ process-ում, դա չի աշխատում։ Եվ մենք նաև տեսնում ենք գետնի վրա, որ դեպի Եվրոպա կոչերով հանդես եկող այդ կուսակցությունները, քաղաքական միավորները ինչպես են պարտվում գետնի վրա։ Գյումրիում տեսանք եվրոինտեգրացիայի կողմնակիցները ինչպես պարտվեցին, Վաղարշապատում տեսանք։ Ստացվում է դրանք չի աշխատելու։ Հետևաբար Փաշինյանը ինչ պետք է անի։ Ինքը տեսնում է գետնի վրա չի աշխատում։ Այս հայ ժողովուրդը տեսավ, չէ՞, մենք բոլորս տեսանք, չէ՞, Ալիևի պարադը։ Իհարկե։ Տեսանք, չէ՞, ինչ զինատեսակներ են։ Տեսնում ենք, չէ՞, որ ռազմական բյուջեն 5 միլիարդ 250 միլիոնի է հասցնում։ Հա, Փաշինյանը կրճատում է մեր ռազմական բյուջեն։ Այսինքն ժողովուրդը հիմար չի, չէ՞, շատ լավ հասկանում է, նույնիսկ ողնաշարով, որ Ալիև պատրաստվում է պատերազմի։ Ցանկացած պահի։ Հետևաբար չի աշխատում Փաշինյանի ոչ խաղաղություն են բերել այդ կեղծ թեզը, ոչ եվրոինտեգրացիան, եվրոպացիք որևէ մեկը չի ասում քեզ կանաչ լույս ենք տալու կամ դու մտնելու ես։ Լավագույն դեպքում օգտագործում են, չէ՞, օրինակ Վրաստանի դեմ նրա արած հայտարարությունները, այս վերջին հայտարարակ հայտարարությունները Փաշինյանի։ Լավ, հիմա ինքը ինչ գործիքով է փորձելու հա ներկայանալ հանրությանը, ռեպրեսիաներ։ Տեսեք, քաղաքական տեխնոլոգիաները առհասարակ վերջին որպես քաղաքագետ եմ ասում, որը պարբերաբար մասնագիտության բերումով նաև ուսումնասիրում է նոր տենդենսները, ինչ թրենդներ կան, հա, տեխնոլոգիաների կիրառման։ Վերջին 90-ականների կեսերին, որ եւ Բալթյան երկրներում կիրառվեց եւ նախկին հարավսլավական երկրներում կիրառվեց, հետո վերախմբագրված տարբերակով Սիրիայում կիրառվեց դեռ 2001 թվականին Հաֆեզ Ասադի մահվանից հետո եւ Բաշար Ասադի ստանձնումից հետո, Լիբանանում կիրառվեց, հետո եկավ Հայաստան վերախմբագրվեց եւ ես սա ասել եմ ձեզ ձեր տաղավարում, այսպես կոչված արաբական գառնան քաղաքական տեխնոլոգիաների կիրառման սցենարներ գրվել են այստեղ Հայաստանում։ Ես նույնիսկ գիտեմ Ծաղկաձորի որ հյուրանոցում ովքեր են եղել մասնակիցներ եւ այլն եւ այլն։ Սա մի հատ մեծ ցիկլ է Տիկին Սերանյան, որի գլխին կանգնած են շատ ուժեղ խմբեր։ Եվ խոսք ֆինանսներին չի վերաբերում։ Խոսքը պատրաստվածությանն է վերաբերում։ Եվ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ եւ ուժեղ վերլուծաբաններ, որոնք երբեմնի եւ ամերիկյան եւ եվրոպական տարբեր երկրների որոշումների ընդունման օղակներում են եղել կարևորագույն։ Հետո տեղափոխվել են think tank-եր, իրենց փորձով կիսվելով նորից վերադարձել են համակարգ եւ այդ ամբողջը որ արել են մեծ հաշվով 190-ից մինչև 220 տեխնոլոգիայի մասին է խոսքը, որոնցից 2018-ին 43-ը թե 44-ը կիրառվեցին Հայաստանում, հա, Չալոյից սկսած մինչև ձերքի, չգիտեմ ինչը, գիպս դմելը, կապկելը, մոնքեին, այո։ Այսինքն գործիքակազմը մեծ անհատնում չէ։ Եվ բոլորին էլ հասանելի է ChatGPT-ով գրեք այդ թողտան թվարկելով, ինչ կարելի անել եւ այլն։ Հիմա այս բոլորը, որ տարբեր ժամանակներում այս վերջին 7 տարվա ընթացքում սա կիրառեց Հայաստանում, մեր ժողովրդին արդեն չզարմացնի նոր բանը։ Եվրոպայի այդ մեծ կոզերը, չէ՞ որ Եվրամիություն։ Հիմա երբ որ պետության ղեկավար այդպիսի հայտարարություն է անում կամ իր ներկայացուցիչներից որևէ մեկը, շարքային քաղաքացին գուցե չհետաքրքրվի, գուցե չխորանա թե ինչի մասին է խոսքը, ասել տեսար Շենգեն են տալու։
Մենք ազատ գնալու ենք Եվրոպա եւ այլն։ Ինքը երկարաձգում է ընդամենը իր իշխանությունը դրանով, այսինքն մարդկանց пассивացնում է հակագործողություններ անելու հարցում, բայց վերջում, ամենավերջում, երբ որ իր այսպես կոչված գաղափարական զինանոցը, որը գաղափարախոսություն այդպես էլ չկա, Իզմիրի չհավատացողի մոտ, երբ որ վերջացավ, ինքը ունի մի հատ մեծ հաղթաթուղթ։ Դա այդ հնամաշ մեզ համար հնամաշ թվացող նախկին ներկա խաղն է։ Ինքը ներսում անելու, տեսեք, ռեպրեսիաները կասում։ Կներեք, 7 տարվա ղեկավարը նախկին չէ այլևս։ Ինքը առաջին իսկ օրվանից է ինձ համար նախկին։ Դե ուզում ասեմ, հա, այսինքն դա էլ չի աշխատում, մարդիկ դա էլ են հասկանում։ Դե հիմա հասկանում եք, հետո ավելին, մարդիկ ասում են ավելի լավ է նույնիսկ փորձված թանը, այդ խոսքը կա, չէ։ Վերջի ասում են թող այն մարդ նախկին լինի, բայց մենք ապրել ենք։ Հիմա եթե ինքը ասում է Շենգեն կունենաք, ազատ կգնա կգա։ Այն պոտենցիալ քաղաքացին, ով Շենգենից, եթե նույնիսկ բոլորից Շենգեն տան, ով կարող է օգտվել, նա վաղուց արդեն ունի Շենգեն էլ ունի, գուցե քաղաքացիություն էլ։ Ասենք էս ինչ սահմանամերձ էս ինչ գյուղի բնակիչ կամ վաղարշապատի սովորական քաղաքացի։ Եթե Շենգենը տան ձեռքը ինչ է անելու։ Այդ Շենգենը ինչ է անելու։ Պիտի փող ունենաս, չէ՞, որ կարողանաս այդ Շենգենից օգտվես։ Այդ Շենգենից տրված, հա, բաներից օգտվել։ Գուցե արտագնա աշխատանքի հույսով, օրինակ եմ ասում ես։ Ամենայն դեպս ես այս թեմայի հետ կապված հիշում եմ, երբ մինչև ինձ համալսարանից կհեռացնեին, մի սոցհարցման տվյալներ էին ներկայացրել իմ ուսանողներին, քաղաքագետներին, նշելով, որ եվրոինտեգրման արժեքային պոստուլատները որոնք են, որ մեր ժողովուրդը ընդունում է, հա, այսինքն եվրոինտեգրում ասելով մենք ինչ ենք հասկանում, եւ սոցհարցման տվյալներ էին ներկայացնում, խոսքը 17-18 թվականի մասին էր, ու բանից ինչ է պարզվում, մեր հանրության ընդամենը 3%-ն է, 3%-ն է, որ հասկանում է Եվրամիություն ասելով կամ Եվրոպա ասելով, արժեքային շերտերը, հա, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություններ, բլա եւ այլն։ 60-70%-ի դեպքում Տիկին Սերանյան սեռաշեղված ինչ որ պատկերացումներ են։ Այսինքն մենք խնդիր ունենք այստեղ, նույնիսկ եթե պետական մակարդակով մենք խոսում ենք եվրոինտեգրման մասին, բայց հանրությունը չգիտի ինչ բան է այդ եվրոինտեգրումը, իսկ դու չես զբաղվել դրանով։ Այստեղ Եվրահանձնաժողովի գրասենյակն է միայն որ բարբերաբար հա տարվա ընթացքում մի քանի թռուցիկ է անում կամ չգիտեմ միջոցառում է անում, մեդիայի կամ քաղաքասարակության ներկայացուցիչներին է հրավիրում, բայց ինքը ժողովրդի մեջ չի մտել, մարդիկ չգիտեն ինչ բան է Եվրոպան։ Ով գնացել է, տեսել է, օքեյ, շատ լավ է։ Դա մենք չենք կարող խոսել գյուղական շրջանների մասին։ Դրա համար եմ ասում, որ գուցե այդ մարդիկ ունեն ակնկալիքներ, որ Եվրոպայի դռները բացվեցին, Ռուսաստան գնալու փոխարեն կգնան Եվրոպա, ավելի առաջադեմ է, ավելի չգիտեմ ինչ է եւ այլն եւ այլն։ Լավենի Սարգսյանը ինքը խոսում է եվրոինտեգրացիայի արևմտամետության մասին, հա, իմ համար ինքը արևմտա, ինքը եվրոպական արժեքների կրող դարձավ։ Չէ, լուրջ եմ ասում, էլի օրինակ։ Նույնիսկ ասեք չեմ ասում, Խզմալյան, որովհետեւ ասենք Տիգրանը Խզմալյան եվրոպական մշակույթի կրող էր, հա, որպես ռեժիսոր, լավ օրինակ ասենք ցենց պատկերացնես Արամ Զավենի Սարգսյան ու եվրոինտեգրացիա, հա, ու սենց չէ, լուրջ։ Հիմա ինքը ինչքան էլ ասի ինքը դառնալու է բան, երևի այդպիսի համոզում ունի։ Հա, ես չգիտեմ, մղումները գուցե հասկանամ։ Բայց այսինքն այդ սուտը, հա, այդ սովորական մղճանցին շատ լավ հասկանում է, չէ՞, օրինակները ծեփելով, այսինքն դրանով չեն դառնում։ Եվ ուզում եմ ասեմ, մեր ժողովուրդը դրան հակադարձում է։ Հետևաբար ինձ հետաքրքիր է, արդյոք չի մնացել Փաշինյանը այս որ ռեպրեսիաների է դիմում, հա, ինքը ինչ է հայտարարեց վերջերս, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կապված քաղաքական ուժերը չեն մասնակցելու ընտրությունների։ Պատկերացնում եք, այսինքն ինքն է որոշելու։ Եկանք դրան, որ ինքը այդ հնամաշ նույն հանգերքն է երկում, այսինքն միակ աշխատող տարբերակը։ Այսինքն մեդիաները կփակեմ, կփակի, կնստացնեն մարդկանց, անդիմախոսներին կփակեմ, հա, անտիֆեյքի տղաներ կփակեմ, չնայած ես չեմ կիսում իրենց շատ տեսակետներ եւ այդ հայհոյանքը չեմ կիսում ընդհանրապես առհասարակ դա բան չի, շփման ձև չի ըստիս, բայց կփակեմ։ Տեսեք Սամվել Կարապետյանին, մարդը ինչ էր ասել, մարդը, հա, աշխարհը կալանքը երկարացրեցին, Դավիթ Համբարձումյան, այսինքն ինչի տարակ փակեցիք մարդուն։ Ստացվում է, որ բանա, հա, եւ բոլորին։ Եվ բոլորին, լավ, բոլորին լցրեց բանտերը եւ
Բոլորից լսրեց բանտելը եւ ինքը քարտ բլանշ ունի, կանաչ լույս ունի, արևմուտքից նվազագույնը Ռուսաստան ցանկացած տեղից ռեպրեսիաների վերաբերյալ առավելագույն խիստ գնահատական առավելագույնը, ես ասում եմ, որը չկա եւ չի լինելու, առավելագույն խիստ գնահատական դատապարտում կոչ ենք անում վերանայել դատերը կամ չգիտեմ ինչերը եւ ոչինչ ավելի։ Բայց փոխարեն դու այո կմնաս, մենք աչք կփակենք այդ ռեպրեսիաների եւ մնացած ապօրինությունների վրա, քո ամբողջ կոռումպացված համակարգի վրա, բայց դու կիրականացնես այն ամենը, ինչ որ քեզ ասվում է։ Նո խոսքը վերաբերում է գեոքաղաքական եւ գեոտնտեսական այն ծրագրերի քո մասնաբաժնին, որը դու պիտի իրականացնես։ Որովհետեւ այստեղ չի կարող լինել որևէ մեկը, որը կընդդիմանա քեզ, կճնշես իրեն, կնստացնես, ինչ կանես, ինչ ես անի։ Համ երկու հատ կդատապարտենք, մի երկու Amnesty International-ին կասենք, որ մի հատ հայտարարություն գրեք, դուրը կփակենք այստեղից, լուսամուտը կբացենք, որ մեր ծրագրերը իրականացնենք։ Խաղը սա է եւ մենք որ ասում ենք թե որպես ընդդիմություն, որպես մեդիա, որպես չգիտեմ մնաց մենք որպես ժողովուրդ։ Մենք երբ որ այս ցիկլից դուրս կգանք Տիկին Սևյանը։ Եվ մեր խնդիրը չի լինի միայն Նիկոլ քննադատել եւ այլն։ Մենք ինձ թվում է այդ ժամանակ Նիկոլը ընդամենը դերակատար է։ Մենք իրեն ենք տեսնում, բայց համակարգը ամբողջությամբ որի բերանով ասվում է, ինքը այդ գործիքն է, ես դրա համար չեմ նայում։ Դրա համար այն համակարգը, որը փաթաթվել է մեր վզին այսօր։ Մենք այդ համակարգից պիտի ձերբազատվենք։ Նիկոլը չլինի Արայիկ Հարությունյանը, Արայիկ Հարությունյանը չլինի ԱԺ նախագահ։ Ինչ տարբերություն կասեք։ Ոչ մի։ Որովհետև իրենք չունեն գաղափարական որևէ հենք, արժեքային որևէ ընկալում չունեն ազգի եւ պետության հանդեպ։ Իսկ ինչի իրանք ունենան, երբ որ իրենք իրականացնում են այլ երկրների ազգային գաղափարախոսական հենքը, սա է խնդիրը։ Մեր խնդիրը համակարգի մերժումն է, այն համակարգը, որը փաթաթվել։ Մենք անընդհատ տեսեք, քննադատում ենք, նստում ենք։ Ինչ է լինում։ Ով քննադատում է, ով մի փոքր սուր է քննադատում, նստացնում են։ Ով վտանգ է ներկայացնում իրենից, նստացնում են։ Մեդիաներ, խնդրեմ ձեզ, այն մասսայական բուլինգին, որը այսօր Սաթիկ Սեյրանյանը ենթարկվում է, կամ ընդհանրապես այս դաշտը, Հայաստան նախադեպը չի ունեցել։ Նման վիճակի հանրային ծաղրի շուրջ մոբիլիզացիա, նվաստացման շուրջ մոբիլիզացիա, միայն որը այս իշխանությունը իր ֆեյքերով Ես իրենց այնքան շնորհակալ եմ, որովհետև ես իդեպ հարգելի հետևորդներ բոլորիդ եմ շնորհակալ, որովհետև ես այնքան իրական մարդկանց աջակցություն տեսա եւ իրենց այդ ֆեյքային ողորմելիությունը տեսա, այդ ամբողջ իրենց ներկապնակը եւ իրենք շատ լավ գիտեն։ Ես թքած ունեմ այդ ամեն ինչի վրա։ Ինձ համար միևնույն է, ես շատ լավ ճանաչում եմ նաև Նիկոլ Փաշինյանին։ Ցավով ես հասկանում եմ իրենք ուր են տանում։ Դուք, մենք, իրենք հասկանում են, մենք ունենք մեծ հետևորդներ, մենք ունենք աջակիցներ։ Եվ ամենակարևորը, իրենք ինձ մեղադրում էին իբրև թե թուրք գործակալ լինելու մեջ, ես ասացի, դուք ձեր գործիքները ԱԾ ունեք, իրավապահ մարմիններ ամեն ինչը լծակները ձեր ձեռքի տակ է, ստուգեք արդյոք ես որևէ երկրի գործակալ եմ, եւ ստուգեք ձեզ, ինքներդ ձեզ եւ ձեր շրջապատին ու պարզեք որդ որ երկրի կամ որ երկրների գործակալ եք։ Այդ օրն էլ է գալու։ Բայց ամենաունիկալը, իրենք այսպես ֆեյքերով հարձակվել էին ինդեմ ու ասում էին բանա, թուրքական գործակալ եւ այլն։ Ժորժ ջան, թուրքական, փաստորեն թուրքականը վատ է, դուք ինքներդ գիտակցում եք։ Բա կներեք, ինչի եք ասում, չեք վիրավորում, ինչի եք տանում այս ժողովրդին, այս պետությունը։ Ես չեմ վիրավորվում թուրք ասելուց։ Հա, բայց նենց շուտ նենց դու ինձ մեղադրում են թուրքական գործակալի մեջ լինելու մեջ, երբ որ ես լավագույն դեպքում տուրիստ կարամ լինեմ։ Այսինքն ոնց որ տեսնում եմ, դուք եք թուրքական գործակալը եւ ուզում եմ այո բացահայտվի, թե սուր եք տանում այս երկիրը։ Ընդ որում վերադառնալով պետքարտուղարի տեղակալը երբ որ եկել էր Հայաստան, Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը գլխավորած պատվիրակությամբ հաղորդակցության մեջ շատ կարևոր մի դրվագ կա պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև շարունակական համագործակցություն զուգորդված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Իրենք շատ լավ ասում են, Հայաստանը չի կարևոր, իրենց համար Թուրքիան է առաջնահերթություն եւ Հարավային Կովկասում Թուրքիայի, հետեւաբար նաեւ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը։ Այս նախադասությունը ինձ
տարավ հեռավոր 2008 թվական, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական պրոտոկոլների ստորագրման գործընթացի համատեքստում այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության եւ Միացյալ Նահանգների նախագահի ադմինիստրացիայի միջև տարբեր հանդիպումներ են տեղ Օբամայի կառավարման ժամանակաշրջանն էր։ Այս նախադասությունը շատ լավ արեցիք, որ բացահայտեցիք եւ կարծում եմ մեդիան նաեւ նմանատիպ բանալի նախադասությունների վրա պետք է շեշտը դնի։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Միացյալ Նահանգները եղել է կա եւ կկարողանա ցանկացած պահի բացել եւ փակել ցանկացած սահման։ Իր դաշնակցի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի նկատմամբ ճնշումներ բանեցնելով։ Ճիշտ է։ Այն ժամանակ էլ կարող էր, ինչու չարեց, որովհետեւ կար դիմադրություն։ Այս նախադասության ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանը չունի որևէ դիմադրողականություն։ Դրա համար ինքնիշխանությունը արտապատվիրակում է Միացյալ Նահանգներին, որը ցանկացած պահի կամայական որոշումով կարող է ճնշել Թուրքիային, հավաստիացնելով, որ Հայաստանից որևէ վտանգ չկա, թե օրենսդրական մակարդակում սա իրականացում է, չէ, սրանք զուգահեռ գործընթացներ են։ Այնինչ երևելի է մեզ մենք դա տեսնում ենք, բայց զուգահեռ գործընթացներ են։ Սահմանադրության պրեամբուլայի կամ չգիտեմ ինչի տեքստը փոխելու վրա աշխատի այստեղից զուգահեռ այս նարատիվը, հետո այդ Զամբյուղի միջի այս մի քաղաքասարակության ներկայացուցիչ կազմակերպությունը սա թողանի, մենք էլ կասենք, որ բարեհաճ կգտնվենք ձեր նկատմամբ, սահմանը կբացենք։ Սահմանը դուք կարող եք նաև 15 տարի առաջ բացել եւ մենք չհայտնվեինք, չէ՞։ Ինչպես փակել եք, այնպես էլ բացեիք։ Այս նախադասությունը հենց դա է նշանակում։ Այսինքն դու կամազուրկ իշխանության հետ գործ ունես այստեղ, որը ամբողջությամբ իր ինքնիշխանությունը արտապատվիրակել 49 թե 99 տարով եւ սա խոսում է այն մասին, որ ասում ես չկա տենց բան։ Ով է ասում 49 կամ 99 տարով տալու ենք, հա, Սյունիքը արտապատվիրակել։ Քաղաքական փեղլիվանություն, ստախոս եւ կարծում եմ, որ հենց այս հատվածներն է պետք մեր հանրությանը մատուցել, որ մենք գործ ունենք դասական ստախոսի հետ, որը պետության ղեկավարի պաշտոնին հարիր չէ, պետության ղեկավարը պիտի ստախոս չլինի, ինքը պիտի կարողանա գոնե իր պետության ինքնիշխանությունը ապահովելու համար գոնե իր քաղաքացու աչքերի մեջ այսպես պարզ նայ, ասի գիտես ինչ շատ են ճնշում։ Ես չեմ կարող այս ամբողջը անել, ես պիտի դուրս գամ։ Ինձ թող չասեն էլի, հազարավոր պատմական օրինակներ կարող են բերել։ Հազարավոր, որտեղ այո, պետությունների ղեկավարները հայտնվել են նման վիճակներում։ Շատ են ճնշել իրենց, բայց պետության աշխատանքի եւ անվտանգության իմունիտետը այնպես է, այ դիմադրողականություն դիմադրելու։ Ինքը հարմար պահին դուրս է եկել, ասել է տղերք, եկեք դուք շարունակեք։ Հերո չգնանք 98-ին։ Փետրվարի 3-ին։ Կային չէ բազմաթիվ հակասություններ, այո կային։ Առաջին նախագահը հասկացավ, որ այս փուլում գուցե այս սցենարն է պետք կիրառել։ Թողեց հանգիստ գնաց առանց ցնցումների եւ այլն։ Բայց այն ժամանակ էլ կար էլի ճնշում դրսից նույն Վիկտորիա Նուլանդներով, բանով, ամեն ինչ կար։ Այդ ամբողջ ճնշումը նկատի ունեմ, որ պետությունը սցենար կիրառեցին այդ ժամանակ։ Պետական այրերը եթե դրսևորում են խոհեմություն, սրանց մասին չէ խոսքը, այլ հասարակ։ Ինք հասկան վիճակը ճիշտ են գնահատում։ Գուցե հեռանկարը տեսնում են, որ տվյալ կուրսի շարունակման դեպքում կարող է պետության համար շատ ավելի վտանգավոր լինել, թողնում գնում են ասպարեզից։ Տասնյակ օրինակներ կան։ Հիմա սա չի անում, սա հակառակը։ Ասում եմ, որ երեք մի բան եմ ասել, այսօր ուրիշ բան կասեմ։ Ես սա նկատի չունեի։ Սեպտեմբերի 13 2022 թիվ առավոտը հոգեխանգարմունքի հասնող ելույթը եւ երբ որ տեսա, որ 50,000 մարդ հավաքված Բաղրամյան պողոտայի վրա, գիշերը մտնում է լայվ, էլի իր պսիխոպաթ վիճակն եմ, ասում եմ, ես տես բան չեմ ասել։ Դուք ինձ սխալ եք հասկացել։ Որ հայտարարությունը նկատի ունեիք։ Այն որ Սյունիքի բանը դեպքերի հետ կապված։ Նկատի ունեմ, որ մենք գործ ունենք իսկապես ոչ ադեկվատ ղեկավարի հետ, որը ստախոս է, եւ այդ ստախոսությունը գիտեք ինքը ստախոս է, գլխից է ստախոս, մենք լավ գիտենք։ 15 տարուց ավել գիտենք, որ ինքը ստախոս է։ Խնդիրն այն է, որ սա պետություն է ներկայացնում։
եւ իր ստախոսության եւ անհավասարակշիռ պահվածքի հետևանքները մեր ժողովուրդն ու պետությունն է կրելու առաջիկայում։ Պատիժը մերն է լինելու, պարտքերը մերն են լինելու, ինքը առավելագույնը ենթարկվելու է մի հատ, չգիտեմ, անհատական պատասխանատվության, բայց դրսում մեզ են դատելու, մեզ են անարգանքիսյանը գամում։ Մենք հիմա ոչ վստահելի գործ ենք գրենք։ Պարոն Գասպարյան, երեք քաղաքական վերլուծաբան, նախորդին ավելի ճիշտ, քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը լրագրողի հետ զրույցում շատ կարևոր հարց է բարձրացրել։ Նախ անդրադարձել է նաև եւ կուզեմ դուք էլ ձեր տեսակետը արտահայտեք, երբ որ Փաշինյանը եւ խորհրդանական ընդդիմությանը եւ առհասարակ ընդդիմադիր դիրքորոշում ունեցողներին եւ հոգեորականներին անվանում է ազդեցության գործակալներ, դա ինչ է նշանակում եւ որ երկրի նկատի ունի, եւ ամենակարևոր հարցը, որ պարոն Խալաթյանը բարձրացրել է, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը թոք էր, որով պահում էին Հայաստանին, չէ, եւ մենք ազատվեցինք, ինքնիշխանություն ստացանք, հարց է հնչեցնում Հայկ Խալաթյանը։ Ասում է, մի քանի օր առաջ նշում էինք 44-օրյա պատերազմի հնգամյակը եւ կխնդրեմ հարցնեն Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրեն այդպես գերագույն գլխավոր հրամանատար էր փաստորեն Երևակայում, այդ ժամանակ ինչով է առաջնորդվել։ Իր ցանկությունը եղել է հաղթել պատերազմը, պահպանել Արցախը եւ մնալ Ռուսաստանից կախված, թե նպատակն է եղել Արցախը հանձնել եւ ազատվել Ռուսաստանից։ Շատ ճիշտ հարց է։ Շատ լավ հարց է։ Շատ լավ հարց է բարձրացնում։ Այսինքն, եթե դու ասում ես Արցախը թոք էր, հա, մեր վզին, նշանակում է դու գնացել ես պարտվելու, չէ, ոչ թե հաղթելու, որ այդ թոքից ազատվես, ճիշտ չի։ Հիմա մի խոսակցություն գախնազերծեմ մի հատված ընդհանրապես, 20 թվականի 44-օրյայի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի միջև հանդիպումից։ Մասնակիցներից մեկը հարցը բարձրացնում։ Շատ կոնկրետ, շատ ուղիղ։ Ինչի մասին է այս պատերազմը։ Հաղթանակի թե պարտության։ Նիկոլը ընկնում է հիստերիայի մեջ հենց այս հարցից։ Այս հարցը ուղիղ տրվել է իրեն։ Նորմալ հարց է։ Ուզում ենք հաղթել, թե ուզում ենք պարտվել։ Բայց այդ ոչ թե հռետորական հարց է հնչել կամ այսպես ստեղծագործական հարց, այդ մարդիկ շատ լավ տեսնելով վիճակը ռազմաճակատում, շատ լավ գնահատելով մեր ռեսուրսների եւ դիմակայության հնարավորությունները, բարձ հարց են տվել հոկտեմբերի 13 թե 14 մոտավորապես։ Մենք գնում ենք պարտվելու թե հաղթելու, այսինքն պետքա որ դու պարտվես, որպեսզի ինչ որ բան լինի, թե մենք գնում ենք հաղթանակի, որովհետեւ թե հաղթանակի տրամաբանությամբ ենք գնում, ինչպես ասում էր, սա մեր վերջին սարդարապատն է, չգիտեմ չէ։ Քո բոլոր գործողությունները դրա հակառակն են վկայում։ Փաստորեն դու գնում ես պարտվելու եւ սա իրեն հունից անել էր։ Այսինքն ես Հայկի Խալաթյան Հայկի հարցի պատասխանը շատ հստակ ես ունեմ։ Մենք գնացել ենք պարտության։ Ես եմ այդտեղ, ես գիտեմ այդ ամեն ինչ, իմ աչքով տեսել եմ Տիկին Սեյրանյան, թե ինչպես արվեց ամեն ինչ, որպեսզի մենք գնանք պարտվելու։ Խոսքը ռազմաճակատի տղերքի մասին չի։ Խոսքը back office-ի մասին չի, հա, նույն Արցախում, բայց Երևանից իրենց ագիտ պրոպով հանդերձ ամեն ինչ անում են, որ մենք գնանք պարտվելու։ Հիմա հարց բարձրացրիք։ Ինչու է սա ասում։ Սա վերջին էպիզոդն է։ Իսկ սրանց առաջ ինչեր է ասել ազդեցության գործակալների հետ կապված։ Ինքը ինչ է անում։ Թիրախում պահել է երկու գլխավոր կառույց՝ ազգային ուժեր եւ հայ եկեղեցի։ Իրենց ենթաշերտերով։ Ալեգորիկ է խոսում, ում նկատի ունի Ռուսաստանին։ Վախում է նկա։ Իհարկե։ Թող ասի Ռուսաստանի գործակալներ եք։ Չի կարող ասել հիմա։ Երբ որ ինքը կստանա շոշափելի երաշխիքներ իր անվտանգության եւ վերջնականապես սցենարը կգծվի թե ռուսական 102-րդ ռազմաբազայի այստեղից դուրս բերում ինչպես պետք է լինի, ես ռուսական հակազդեցության մասին չեմ խոսում։ Երբ որ պլանը ամբողջությամբ կամբողջացվի, իրեն կասվի հիմա սա պիտի ասես, հիմա սա պիտի անես, այնպես ինչպես պետական համակարգ ճողոպրած MI6-ի, CIA-ի, մնացած բոլոր
հետախուզական կառույցների ղեկավարները, այսպես կոչված քաղաքասարակության, որ 15 տարի գլուխներս հարթուկում էին իրենց դոհոլ վիճակով, կարգավիճակով, որ Հայաստանի ինքնիշխանությունը ամբողջությամբ ոտնահարված մի ծպտուն չենք լսում, հա? Բոլորին դերը Արման Բաբաջանյան բացահայտեց։ Այո, MI6-ի եւ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների հետ կապերը խժրում է սեփական զավակներին այդ տրամաբանությունը։ Եվ որ օրը կգա Տիկին Սերյանը ինքը կխոսի այդ մասին, այդ բառը կարտաբերի։ Փաշինյանը Ռուսաստան բառը կարտաբերի։ Այո, ինքը օրը գալու է ասում, բայց հիշեք 2023 թվական Արցախի հայաթափումից առաջ սեպտեմբերի 2-ին իր հեռուստատեսային ելույթը, որտեղ ինքը խոսում էր իրական Հայաստանի ինքնիշխանության մասին եւ Հայաստանի անկախության մասին, փաստորեն անկախ Հայաստանի ղեկավարը խոսում է Հայաստանի անկախության process-ի մասին։ Ես այդ ժամանակ իմ վերլուծականում հարց բարձրացրի. ինչ անկախության մասին է խոսքը։ Հայաստանը ումից պիտի անկախանա հիմա։ Թե մենք նկատի ունենք երկու տարբեր Հայաստաններ, մեկը Սյունիքով, մեկը առանց Սյունիքի դիցուկ։ Եվ եթե դու նկատի ունես, որ ռուսական ազդեցությունից պիտի անկախանաս, նույն հարցն է, ոչ մի տարբերություն։ Ղարաբաղը թոք է, Ղարաբաղը չգիտեմ ինչ է, ազգային գաղափարախոսությունը ընդհանրապես օտարի ազդեցությամբ է ձևավորվել կամ գրվել 50-60-ականների խորհրդային Հայաստան։ Սա մեկ ընդհանուր նարատիվի այդ շղթայի տարբեր օղակներն են։ Այսինքն այնպես չէ, որ ինքը եկեղեցուն հենց այնպես է հարվածում։ Ինքը ուզում է եկեղեցու հիմքերը տանել դեպի խորհրդային ժամանակաշրջան։ Ուզում է ազգային գաղափարը ընդհանրապես ստորացնելով, նվաստացնելով տանել, որ մենք խորհրդային միության կամ Ռուսաստանից ենք վերցնել։ Ամբողջ այսպես հավաքում է եւ վերջում ասելու այո ես այս ամենը ասում եմ որովհետեւ Ռուսաստանն է վատպետություն գուցե Ռուսաստանը 1000 մեղքի մեջ կարող է մեղադրել հարց իսկ դու ինչ ես արել դու այդ ամբողջ փաստորեն բանը հավաքի դրես կատարել ամբողջությամբ այսպես հավաքել ես դրել ես հաջորդի թշնամի Թուրքիա պետության հսկողության տակ եւ իրենք կարողանում են օրակարգ թելադրել այդպիսով Հայաստանում։ Այդ հողբան անեն Միացյալ Նահանգների այդ օրենքը օտարերկրյա գործակալների մենք էլ ընդունենք ինչ է պատահել։ Դե Վրաստանը ընդունեց տեսանք։ Հա, բայց դա Միացյալ Նահանգներն է, չէ՞, առաջինը ընդունել այդ օրենքը։ Եկեք իսկ ինչու կարելի է Միացյալ Նահանգներին, մենք էլ իմանանք, չէ՞, վերջ-վերջը գործակալներն ովքեր են։ Հայաստանը աշխարհակահաղական ընտրության առաջ է կանգնելու եւ այս իշխանությունը հաղորդման առաջին հարցը ամենագլխավոր հարցը ճնշումը որտեղից է գալիս այս ընտրության առաջ է կանգնած եթե սա ընտրեց ռուսական ուղին բնականաբար իրեն իշխանության բերողները վերացնելու են հետքերը սա ընդգծված արևմտյան դիրքորոշում որտեղից Ռուսաստանը անպատասխան չի թողնելու Հա, բայց Ուկրաինայի պատերազմը վաղ թե ուշ վերջանալու է, չէ՞, եւ ամեն դեպքում ոնց որ դեռևս Ռուսաստանն է շահեկան դիրքերում հաղթող կողմը տվյալ դեպքում, հա, իհարկե այս պատերազմի դեպքում դժվար է ասել ով է հաղթում, ով է պարտվում։ Պարտվողը համենայն դեպս ուկրաինացի ժողովուրդն էր։ Եվ այդ պետությունը, որը ցավոք քայքայվեց, Ուկրաինա գույություն չունի։ Հա, ցավալի բան է, բայց ամեն դեպքում շահեկան դիրքերում է, այսպես ասած, թելադրողը Ռուսաստանն է տվյալ դեպքում։ Բոլոր առումներով։ Եվ վերջանալու է, չէ՞, դա հետո ինչ ժամանակ է ձգում։ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալու Հարավային Կովկասից։ Տիկին Սերանյան, ես մի անգամ այդ համարձակ միտքը ասել եմ, չգիտեմ որքան իրատեսական կլինի թե ոչ, բայց սա ընդունակ է TRIP ծրագիրը արտապատվիրակել Ռուսաստանին միայն թե մնա իշխանությունը։ Ինչ որ une ժամանակ հետո հիմա ձևական հա հայ-ամերիկյան հանձնաժողով կստեղծեն, չգիտեմ սական են կերկարաձգեն եւ այլն, ինչեւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների իրար կպայմանավորվեն թե Հարավային Կովկասը ի վերջո ում ազդեցության գոտում է լինելու կամ գուցե երկուսի ազդեցության գոտում լինի ինչ հարաբերակցությամբ, հա ռուս-թուրքական, հա Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության գոտում։ Հա, ասի ես Ռուսաստանն եմ տալիս, սրան պետք է ընդամենը երաշխիք, կյանքի անվտանգություն հումանիտար միջանցք ոչ ավելի։ Չենք ինչ կապ ունի ընդհանրապես Հայաստանի գեոպոլիտիկ շահերի հետ։
Պարոն Գասպարյան, ուզում եմ Էրդողանի մի հայտարարությունը մեկնաբանեք, առիթ ունեցել ենք խոսելու դրա մասին։ Այդ շքերթը երբ որ տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում, որին մասնակցում էին Թուրքիան, Պակիստանը իրենց զինատեսակներով եւ ոչ միայն, Էրդողանը մի հայտարարություն արեց, որ Ղարաբաղի պատերազմում հաղթանակը ոսկե տառերով է գրվել թուրքական աշխարհի պատմության մեջ։ Սա շատ կարևոր հայտարարություն էր։ Իհարկե մեկնաբանվել է շատ, բայց փաստորեն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական աշխարհի պատմությանը մեծագույն նվեր է արել Արցախի հանձնելով, Արցախը հանձնելով։ Էրդողանի խոսույթը ընդհանրապես գերեմոցիոնալ է։ Բայց ինքը գիտի որտեղ ինչ է ասում, որտեղ ինչ է խոսում։ Ինքը հիմա արհեստականորեն նաև փորձում է ուղղճացնել թուրքական աշխարհի դերակատարումը։ Եկեք քաղաքական ռեալիզմի շրջանակներում խոսենք։ Թուրքիան ունի մեծ հավակնություններ։ Էրդողանը հենց այնպես արտահայտություններ չի անում։ Ինքը Ադրբեջանին խոսքի հասկացնում, որ թանկ եմ ծախում այդ Ղարաբաղի թեմանքով վրա։ Թուրքիան ինչ արեց։ Թուրքիան կամ Նիկոլի ինչ արեց։ Նիկոլ Փաշինյանը ապահովեց Թուրքիայի անմիջական ներգրավվածություն Ղարաբաղյան կոնֆլիկտում, ոչ միայն բանակցային process-ի ուղղորդման, դադարեցման եւ ընթացքի փոփոխման վերջին 7 տարվա ընթացքում, այլ նաեւ պատերազմի մասնակից դարձրեց ամբողջությամբ եւ ռազմական թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության սոսնձողը դարձավ։ Էրդողանը սա թանկ է ծախելու Ալիևի վրա եւ թանկ է վաճառում։ Ընդ որում ասում, այս խնդիրը միայն տնտեսական ներդրումներին չի վերաբերում։ Ամենամեծ տենդերները Ադրբեջանում օրինակ թուրքական ընկերություններն են։ Թուրքական եւ իսրայելական, բրիտանական նաեւ։ Իհարկե։ Եվ ամենևին էլ պատահական չեմ համարում, այն մեծ դժգոհությունը իրականում շատ լուրջ դժգոհություն կա թուրք գործարարների շրջանում Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական էլիտաների վերաբերմունքից։ Մի քիչ բարդ խճճված հարց է, բայց եթե պարզ փորձեմ ներկայացնել շատ պրիմիտիվ ձևով հետեւյալն է։ Ադրբեջանական էլիտաները բազմաշերտ են իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, կամ պրոիսրայելական, կա պրոռուսական, պրոիրանական, բայց շատ քիչ տոկոս է կազմում եւ շատ լուրջ տոկոս է կազմում պրոթուրքականը։ Պատերազմից հետո Ադրբեջանը փորձեց ջարդել այդ համակարգի տրամաբանությունը եւ փոխել։ Էրդողանը բռնեց։ Եվ հասկացրեց, որ ես այսքան Շուշի եմ գնում գալիս, կոմունիկե ենք ստորագրում, սա ենք անում, դա ենք անում, հենց այնպես չեմ վաճառելու քեզ, չեմ ուզում նվիրել։ Ղարաբաղի թեման շատ թանկ է վաճառելու ինքը Ադրբեջանի վրա եւ անում է այդպես։ Թուրքական միջնորդությամբ է, որ Ադրբեջանը մտնում է միջինասիական մեծ ընտանիք, բայց այդտեղ Թուրքիայի գործերը հեշտ չեն, որտեղ այդտեղ կա կատաղի մրցակցություն Ուզբեկստանի եւ Ղազախստանի միջեւ։ Ղազախստանը որպես նեո-թուրանական ենթադրյալ եմ ասում, հա, աշխարհի ոչ պակաս հավակնորդ քան Անկարան, իսկ Ուզբեկստանը միջինասիական պետություններում լոգիստիկ եւ ներտարածաշրջանային կոմունիկացիան կարգավորող պետություն։ Ուզբեկստանի թեման վերջին մի քանի տարվա ընթացքում է աճել, հա, ի տարբերություն Ղազախստանի, որ հենց այդ գաղափարը Նուրսուլտան Նազարբայևն է 30 տարի առաջ ասպարեզ նետել, բայց Թուրքիան խլեց է ստաֆետան։ Հիմա տեսեք, այս ամեն ինչի մեջ դա ասես ես Եվրոպա եմ գնում, ուզում եմ ընդհանրական ներկայացնել էլի։ Դու ասես ես Եվրոպա եմ գնում, մենք կրկնում ենք պատմական այն մեծ սխալը, չհասկանալով մեր տարածաշրջանի առանձնահատկությունը։ Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք թուրքերի տակ պառկենք, ինչպես սա է անում։ Թուրքերի այդ լեզու գտնել չի նշանակում հորիզոնական դիրք ընդունել եւ կատարել բոլոր այն պահանջները եւ նվազագույնը ռազմավարական հակազդող մեխանիզմներ չունենալ թուրքական էքսպանսիան դեպի արևելք, տնտեսական, դիվանագիտական, անվտանգային ցանկացած կասեցնելու կամ գոնե մեղմելու։ Հիմա սա այո, այդ դերակատարման մեջ ինքը ձախողել է եւ ինքը ամբողջությամբ կատարում է այն ամեն ինչ, ինչ որ Անկարայում են որոշում, այսպես ասեմ։
Բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ, որ մենք մեդալի հակառակ կողմն նայենք։ Թուրքիան այն լավագույն դիրքերում չէ, ինչ որ ներկայացվում է։ Թուրքիայի վիճակը այնքան էլ լավ չէ։ Դե ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ 1000 առավելություն կարող եմ ես ասել։ Տնտեսությունը շրշակից ցածր է։ Լուրջ խնդիրներ կան Թուրքիայում։ Դա իհարկե չի նշանակում, որ դու Թուրքիայի նման պետության հետ այսօր ռեսուրս ունես կատաղի պայքարի մեջ մտնելու կամ չգիտեմ ինչ անել, բայց իմ մտի ունենանք, որ Թուրքիան թաթախված է նոր մերձավոր արևելքի, նոր մեծ մերձավոր արևելքի վերաքարտեզագրման գործում եւ այդտեղ ունի բազմաթիվ խոցելի կետեր։ Քրդական հարց, Սիրիա եւ ընդհանրապես Սիրիայի ֆեդերալիզացիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը եւ հեռանկարը ինչպեսին պետք է լինի։ Հիմա այս ամբողջ եթե դու հաշվի չես առնում եւ շարունակում ես օրակարգ սպասարկել, նշանակում է դու սնանկ պետություն ես ռազմավարական մտքի առումով։ Պետությունները ինչի վրա են աշխատում Տիկին Սերանյան։ Նաեւ դիմացինի սայթակումների, քո թույլ տված սխալների, սխալ թույլ տվեցի, պատերազմը պարտվեցիր։ Հաշվի չնստել այս բոլորի հետ եւ լրջորեն չուսումնասիրել Թուրքիայի երբեմնի աճող դերի նվազմանը ուղված եւ այդ դերը դեպի արևելք հարավային Կովկասով դեպի Միջին Ասիա տրանսֆորմացնելու քաղաքականությունը եւ այդտեղ չկարողանաս գտնել այդ հատման կետերը, որտեղ կկարողանաս դաշնակիցներ ձևավորել եւ քո ազգային պետական շահերը պահպանել, ես այս համատեքստում եմ դիտարկում։ Ինձ համար խնդիրը Նիկոլ Պողոս Պետրոսը չէ։ Խնդիրը այն է, որ քո պետությունը, որ այս իշխանությունը զավթել է, քո պետությունը ունի բավարար ռազմավարական մտածողություն եւ խորություն հասկանալու թե տարածաշրջանի այլ պետությունների զարգացման տենդենսը ուր է գնում եւ դու ինչ դերակատարում պետք է ունենաս այստեղ։ Եթե դա չես անում, ակամա գործակալ ես դառնում, ակամա ազդեցության գործակալ ես դառնում, ինչի մասին ինքը խոսում է եւ բոլորից մեղադրում է։ Բոլորս ասում են Ռուսիա ագենտ, Թուրքիա ագենտ կամ չգիտեմ ինչի ագենտ, բայց ինքը իր անգործությամբ, իր գուցե անգիտությամբ, գուցե անհեռատեսությամբ, գուցե միտումնավոր քաղաքականությամբ ինքը դարձել է փանթուրանականության ակամա գործակալ, գուցե կամավոր։ Բայց որ Հայաստանը ունի ռեսուրս իսկապես, բայց այդ ռեսուրսը ռեալիզացնելը կախարդական փայտիկով չէ։ Մենք դեռ ռեսուրսի գույքագում պիտի անենք, որ հասկանանք, դա բավական ժամանակ է խլելու մեզնից, ինչը չունենք, բայց որ Հայաստանը ունակ է այդ ռեսուրսը, եթե ճիշտ մոբիլիզացրեց, նվազագույնը այն դժոխային սցենարը, որ ասում են, որ դու դառնում ես այս տարածաշրջանում ընդամենը սպասարկող եւ լոգիստիկ հնարավորություններ ստեղծող, ճանապարհ է տալիս ընդամենը նեոթուրանականության ոչ թե դեմա առնելու, գոնե չեզոքացնելու քո պետական շահերից ելնելով, մենք ունենք այդ ռեսուրսը։ Գումարենք եւս մեկ կարևոր հանգամանք։ Ես այս ազդանշաններ եմ տալիս, որ շատ լավ գիտեմ, որ որտեղ որ պետք է հասնում է, որտեղ որ պետք է մտածում են եւ վերլուծություններ անում են, Հական Ֆիդանի գլխին սև ամպեր են կուտակվում մինչև իր թագադրվելը։ Էրդողանի պոտենցիալ ժառանգորդ Հական Ֆիդանն է, թեև այդ ներ թուրքական խոհանոցում շատ լուրջ պայքար կա, շատ լուրջ կռիվ կա այդ խոհանոցում Էրդողանի փեսայի Իբրահիմ Քալանի, որը հիմա ազգային հետախուզության ղեկավարն է, եւ Հական Ֆիդանի արտգործնախարարի շատ լուրջ պատերազմ կա ներպալատական։ Իսրայելը վերջերս բացահայտեց շատ կարևոր փաստաթղթեր եւ խոստովանություն Հական Ֆիդանի հետ կապված, որը երկար ժամանակ Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավարն է եղել եւ Էրդողանի բոլոր գաղտնիքների Պանդորայի արքրի տիրակալը։ Այո, շատ հետաքրքիր բան, որ իրականում ու բնական է, որ այս մտքի 40% կարող է քարոզչություն լինել, քարոզչական պատերազմ է վերջո, հիբրիդ պատերազմ է։ Հական Ֆիդանը հանդիսանում է մուսուլման եղբայրներ արգելված տերորիստական կազմակերպության գլխավոր գաղափարական հովանավորներից մեկը։ Սա ինչ է նշանակում։ Սա սիգնալ է, որը մենք պետք է վերցնենք պետություն, եթե ուղեղ ունենա,
Պիտի այս ինֆորմացիան վերցնի, սկսի հետազոտել, մտածել, ստուգել, տեսնել, իսրայելական աղբյուրներն էին դա տարածել։ Այո։ Իսրայելի Սփյուռքի նախարարն է հայտարարել, այսպես ասեմ։ Այսինքն պատահական մարդ չի հայտարարել։ Եվ հենց այդպես ելի եմ ասում, թող 40% լինի, 50% թող լինի քարոզչական բնույթի, բայց ուղղություններ են, հա, ցույց տալիս։ Հական Ֆիդանը Թուրքիայում մի օր եկեք խոսենք Թուրքիայի ներքին զարգացումների մասին, ես այդտեղ շատ հետաքրքիր բացահայտումներ եմ անելու ձեզ, թե եւ հերթական անգամ ապացուցեմ, թե Նիկոլ Փաշինյանը ում է կրկնում։ Այն քաղաքականություն, ինչ Էրդողանը վարում է ներսում, ընդդիմության հանդեպ եւ գաղափարների դեմ, նույնությամբ Նիկոլ Փաշինյանը կրկնում է։ Մի սանտիմետրի շեղում չկա, դերակատարներն են տարբեր։ Ինչ նարատիվ է ձևավորվել տնտեսական հսկաների նկատմամբ, ինչպես է, հա, բանան նույն գյուլենականների նկատմամբ այն հալածանքներ, որ տասան նույնությամբ կատարվում է այսօր Թուրքիայում եւ նույնը կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Ասել կուզի այս թեման ամփոփելու համար պետության առաքելություն, ես որ ասում եմ, ես ընդվզում եմ համակարգի դեմ, իմ խնդիրը անձերը չեն, համակարգը, համակարգը, որ դրել ենք։ Պետության եւ պետականության գաղափարի մոտալուտ անկումը ես տեսնում եմ այն ժամանակ, երբ որ համակարգը ինքը չի աշխատում։ Ինքը ինչով է զբաղված, ինքը ստատուս գրի, սերտիկանի, չգիտեմ ինչ անի, չէ։ Չի աշխատում, պետությունը չի աշխատում։ Պետություն ոչ մի ինստիտուտ չի աշխատում։ Եվ այս ցածր դիմադրողականությամբ շատ կոռեկտ եմ արտահայտվում։ Դու ոչ թուրքական հնարավոր ներխուժման կդիմակայես։ Ոչ Ադրբեջան, զինվող որ քո բյուջեի չափ ռազմական բյուջե ունի։ Դու գոնե ես այսօրվա պես հիշում եմ Տիկին Սերյան 2008-9 թվականներին, ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին, երբ որ Ադրբեջանը առաջին անգամ հայտարարեց, որ իր ռազմական բյուջեն գերազանցել է 3 միլիարդ, այդ ժամանակ մեր պետբյուջեն էր 3 միլիարդ։ Ես հիշում եմ, թե մենք ինչպես կարողացանք այդ ռազմավարական բալանսը ապահովել։ Զենք ենք բերում, հիմա այս կապիկությունները, որ անում են, զենք ինչ ենք արել, զենք ենք առել, չէ՞ լուրջ։ Տանեմ ցույց տամ։ Նկարի Facebook-ի ձևը է դա։ Կամ տեղերը ասեմ։ Նկարի բանարա Facebook-ից։ Հիշում եք COVID-ի ժամանակ, որ ասաց Հայաստանը քանի 1000 տոննա ալյուր եւ ցորեն ունի։ Հա։ Դա սա պետության ղեկավարի բան, սա չասեմ էլ բլոգերի մակարդակի ինչ որ դա եմ ասում, ինչի բանակ Մինսկի խմբի բանակցությունների բաներ չէր գրում Facebook-ում, դրա համար ինչ ա եղել, գրի գցի, չնայած ասենք թե 1000 ներողություն, նույնիսկ այդ այնքան ինֆորմացիայի են տիրապետում այլևս, հա, ցավալիորեն Հայաստանը հիմա իմունիտետը կորցրած մարդու է նման, որ բոլոր կողմերից հարվածում են եւ ցանկացած ինֆորմացիա կներեք, որևէ շարքային միջին վիճակագրական քպայականի հարցրեք, ցանկացած ինֆորմացիա դուրս տվող է եւ տալիս են դա։ Իդեպ մենք զրուցում էինք գլխավոր շտաբի նախկին պետ ղեկավար Արտակ Դավթյանի հետ, բավական հետաքրքիր շեշտադրումներով հարցազրույց է տվել եւ նա եւս տեսնելով հա այդ շքերթը, որը իրականացնում են եւ Ադրբեջանի այդ նախապատրաստական քայլերը, նա ասաց, որ Ադրբեջանը թափը չի հերիքի ինչքան էլ զինվի Իրանի դեմ պատերազմելու, հետեւաբար Ադրբեջանը զինվում է Հայաստանի եւ Վրաստանի դեմ հնարավոր պատերազմի համար, որ հետաքրքիր նաեւ Վրաստանի հանգամանքը, որ Ադրբեջանը զինվում է Հայաստանի եւ Վրաստանի դեմ պատերազմի։ Մեծ հաշվով դեռևս ռուսական գործոնի լոյալությունը պաշտոնապես չընդունած պետությունների դեմ։ Եվ Հայաստանում եւ Վրաստանում բացահայտ, տեսեք, նույն բանն է։ Ինքը ասում է ազդեցության գործակալ, չի ասում Ռուսաստան։ Ադրբեջանը հստակ որդեգրել է հակառուսական կուրս։ Եվ սրա ականատեսը մենք եղանք ամենայն դեպս վերջին 4-5 ամսվա ընթացքում, որից մենք ոչ մի ձև չկարողացանք օգտվել։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ճնշմամբ Ադրբեջանը նաև գնում է եւ միջնորդությամբ գնում է դեպի Միջին Ասիա։ Ակնհայտ է, որ ամերիկյան ազդեցության ուղղությունը Ադրբեջանում ավելի է սրվում եւ ավելի է ակտիվանում։ Ադրբեջանը զինվում է ում դեմ պայքարելու։ Թուրքմենստանի չի անի, ում է ցամը Ռուսաստանի, մոռացանք, Իրանի, մոռացանք, չկա, չի լինի այդպիսի բան։
Այո, Ադրբեջանը զինվում է հայկական կողմից եւ այո վրացական կողմից, ինչու ոչ։ Ի վերջո չմոռանանք Հայաստանն ու Վրաստանը այս տարածաշրջանի այն պետություններն են, որոնք եթե ընկան արևմուտքի կողմից, վերջնականապես եթե ընկան, ռուսական 100 ռազմապազան այստեղից դուրս գա, Վրաստանում էլ ասի, որ մենք էլի վերադառնում ենք Սահակաշվիլու քաղաքականցեն եւ հակառուսաստանյան քաղաքականցեն, որտեղ Ռուսաստանը այստեղ որևէ անելիք չունի։ Հա, բայց Վրաստանը դա չի անում, հենց Վրաստանը ասում է ինձ Ռուսաստանի դեմ գործիք չեք կարող զարգել եւ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ինքը Վրաստանի իշխանություններին ոչ լեգիտիմ, հա, անվանեց։ Մի հատ երկիր կար, միակ երկիրը Վրաստանի հետ, որի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ունեցին։ Մենք ասենք ինչի փչացնել նաև Վրաստանի հետ հարաբերությունները։ Լավ, Իրանի հետ օրինակ, երբ որ դու խնդիրներ ես առաջացնում, հա, լավ, հնդկական այդ զենքը, որը ձեռք ենք բերել, հա, ինչպես ենք անելու, եթե Իրանի հետ սահմանն ես քո ձեռքով փակում, հարցեր են առաջանում։ Վրաստանի հետ ես հարաբերությունները պատասխանում, Իրանի հետ սահմանն ես փակում, կարող եք բացատրել։ Սա պսիխոպատ է։ Հա լավ, պսիխոպատ է, լավ, բայց ես Սերանյան, չեմ ուզում հոգեբանության մեջ խորանալ, բայց այդտեղ օրինաչափություններ կան։ Ես ձեզ հստակ ասում եմ, որ ինքը կարող է այսօր մի բան ասել, վաղը կարող է մեկ ուրիշ բան ասել եւ ուրիշ բան անել։ Եվ ինքը ձևավորել է իր շուրջը այդ կերպարը։ Ինքը այդ կերպարն է, եւ մարդիկ իրեն այդպես են ընդունում։ Ով կվստահի իր ձեռքի իրեն։ Ես 7 տարի առաջ եմ ասել, սրա ձեռքը մի անգամ սեղմողը ով ուզում է լինի։ Քաշվելու է նստելու է։ Եղավ այդպես թե ոչ։ Ով ձեռքը մի կապ չունի, մարզիկ ես, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ ես, չգիտեմ ինչ ես, կլասիկ քաղաքական գործիչ ես։ Ով ձեռքը սեղմել է մեկ անգամ, տեսանք հետևանքը։ Դրա համար ես որևէ ձև չեմ զարմանա, եթե դուք ինձ ասեք, որ վաղը սա պրոռուսական կուրս է որտեղ գրել։ Եկանի։ Հա, տեսնելով այն ինչ բան է, Պուտինի մոտ ինչ հեզու հնազանդ է դառնում, հա, անկաբայից մտածում ես, որ այո, նաև հա նրա բաներն է անվերապահանում։ Ինքը իշխանությունում մնալու համար, որպեսզի Պուտինը նրան ասի «Օնի պրիդացել»։ Հիշում ենք, չէ՞, բոլորս։ Համաձայնվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Կարար, չէ՞, առաջին իսկ օրվանից։ Դրա համար էլ 21 թվականին Ռուսաստանը աջակցեց նրան ընտրություններում, որպեսզի բան նոյեմբերի 9-ի այդ թուղթը, որի տակ ստորագրել է նույն Փաշինյանը, կատարվի եւ կերան բոլորը։ Այո, բոլորը բոլոր կողմեր։ Հա լավ, Աստված իրենց հետ, մենք ինչ ենք լինելու։ Ես համակարգի դեմ պիտի դուրս գանք։ Ինչ մենք ինչ ենք լինելու ես հստակ բան ունեմ։ Այսինքն գնում ենք ընտրությունների։ Տեսեք, այս հարցը իրականում շատ ցավոտ հարց է, բայց միևնույն ժամանակ գալու են ընտրությունները, բայց որտեղ դեմոկրատական խաղի միակ կանոնն է։ Մենք չենք կարող մարգինալ ձևով։ Աշխարհը հիմա այն վիճակում չէ։ Սրանց հետ երկու բան չի կարելի գնալ եւ ես միշտ ասել եմ. ընտրության եւ պատերազմի։ Որտեղ երկու դեպքում էլ մենք պարտվելու ենք։ Չի կարելի գնալ, բայց եթե երկրի վրա հարձակվում են, դու ոնց որ 20 թվականին մուշկը չէր գնում այն ժամանակ։ Ես հիշում եմ COVID-ի ժամանակ հայտարարեցի եթերում այն ժամանակ արմիզում էի, ասի իմ բոլոր հակասությունները մի կողմ եմ թողնում, ձեզ չեմ անդրադառնում, ես իմ պետության զինվորն եմ։ Պետության ձեզ հետ մենք էլ ենք բոլոր մեդիաներս ասել ենք, ասեք ինչ եք անում։ Ահա, նույնը պատերազմի ժամանակ չարեցինք Տիկին Սևյանյան։ Այդ եմ ասում, բոլորս արեցինք, ասացինք, ասեք ինչ ենք անում, որովհետև այս պահին քաղաքական հայացքներ դիմադիր ես, ընդդիմադիր ես, դա մեզ չի հետաքրքրում։ Խաղադրույք են դրել դրա վրա, որ եթե պատերազմ լինի, մեկը եթե հակառակ սխալ բան արեցիք, քեզ դավաճան են հրճակելու։ Այդ մեկ եւ երկրորդը, ընտրության չես գնում, բա ինչ ես անելու։ Չեմ ասում չպետք է գնալ։ Ես հասկանում եմ, բայց դա այսպես թե այնպես լինելու է։ Դա այսպես թե այնպես լինելու է։ Լավ, մենք սպասում ենք մինչև վերջին հա խազը, այլևս պետություն ընդհանրապես չլինի եւ ես ինձ չի հետաքրում դրանից հետո Արայք Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Փաշինյանը կնոջ հետ որ երկրում վայրեջ կկատարեն, ինձ դա չի հետաքրում։ Եվ ինչքան իրենց գրպաններում եւ հաշիվներում ունեցված կունենան, ինձ դա չի հետաքրում մեծ հաշվով։ Թքած դրա վրա, բայց պետություն լինելու է, թե չի ինձ դա է հետաքրում։ Ես կարծում եմ, որ ցանկացած
նախ սրանց ոչ թե իշխանափոխություն, ամենառադիկալ դրսևորում մոտեցումը ես դրել եմ գլխանց։ Սրանց չկա իշխանափոխություն։ Սրանք պիտի իշխանազրկվեն։ Իշխանազրկում նշանակում է նաև փողոցային պայքար։ Ես հասկանում եմ, որ ընդդիմադիր դաշտը դեռևս հասունացած չէ կամ այլ բանի է հասունացած։ Առհասարակ, որ եւս մեկ փողոցային ակտիվացում հիմա գուցե ռիսկային է, գուցե տարբեր հաշվարկներ եւ այլն, բայց կարծում եմ առհասարակ սրանց իշխանազրկելը չի լինելու միայն ընտրական process-ի կամ քվեատոպի միջոցով։ Հնարավոր համարում եք, որ անսպասելի զարգացումներ լինեն, արտահերթ զարգացումներ լինեն։ Այո, հնարավոր համարում եմ, որովհետեւ միայն բոլոր հավկիտները մեկ զամբյուղի մեջ դնել Տիկին Սերյանին եւ ասել, որ սրանց ընտրություններով պիտի քշենք, նոր մի քիչ առաջ ինչի մասին ենք խոսում։ Սա բոլորին նստացնելու է, բոլորին։ Հետո ինչ թող բոլորին փակելու է, ռեպրեսիաների մեծ ալիք է անելու, ընտրակեղծարարության մեքենան միացնելու է, ֆեյքերի իր ձեռն են, ալգորիթմերը Facebook-ի եւ սոցցանցերի իրոքտին աշխատում են, ինչ եք ուզում ել։ Ամբողջ վարչական ռեսուրսը իր ձեռքն է, բռնապետություն է, ինքը ընտրությունները բռնելու է թիվ նկարի, վերջում մի քանի դիտորդական միջազգային կազմակերպություն ասի ա եղել են խախտում, դե գցեք բան։ Եվ վերջ փակվեց այդ թեման, այսինքն դու ընտրություններով հերթական անգամ լեգիտիմացրիր բռնապետության գոյատևումը։ Իսկ եթե նա 26 թվականին ընտրվեց, մոռացեք Հայաստան պետությունը, Հայաստան դառնում է Հյուսիսային Կորեա եւ մինչեւ 2028-29 թվականը թիվ եմ հնչեցում։ Նվազագույն 300-ից 400,000 մարդ արտագաղթելու է Հայաստանից։ Հիմա են նույնիսկ շատ-շատեր ասում 26 թվականին, եթե փոփոխություն չեղավ, բան ենք լինելու։ Մի թեմայի մասին էլ խոսեմ, հեցի խլելու այս process-ը։ Հիշում եք հարգելի քաղաքացիներ, ասում էր, ինչ արտապատվիրակում, ինչ 99 տարով, հա, ինչ Զանգեզուրի միջանցք։ Հա, ինքը իր բերանով հայտարարեց, որ 49 տարով եւ 99 տարով վարձակալության են տալու, քննարկում են այդ հարցը, հա, որովհետեւ մեկը իհարկե իր կարծիքը չի ասում, դեմ լիներ Թրամփի կողքը նստած, կասեր, ես ինչ ես ասում։ Ինչ որ է, բերանը ջուր առած նստած է։ Հիմա Անդրեյ Արիշևը քաղաքագետ, ռուս քաղաքագետ, բավական հետաքրքիր հոդված էր հրապարակել ամիսներ առաջ, երբ որ հեծի դեմ էս process-ները սկսեցին, այդ թվում եկեղեցու դեմ հարձակումները սաստկացան, նա գրել էր, որ ըստ արկա տեղեկությունների, իր տեղեկությունների, Փաշինյանի կողմից Հայաստանի էլեկտրական ցանցերը ազգայնացնելու հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։ Ըստ արկա տեղեկությունների խոսքը Կազանչի հոլդինգի կազմի մեջ մտնող Աքսա Էներգի ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում։ Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքրասյանն է գրզոմականով, ով աշխատում է նաև թուրքերին Քաջարանի կոմբինատի վերավաճառքի ուղղությամբ։ Սա բառացի ներկայացնում եմ Անդրեյ Արիշևի գրած հոդվածից հատված։ Որքանով է սա հավանական է սցենարը, խլեցին, ասում էին ազգայնացնում ենք եւ այլն, պետականացնում ենք, այսպես ճաճառան բառերը ասեցին, մարդի ժողովրդին ենք վերադարձնում։ Հետո ինքը հայտարարեց, որ վաճառելու են, չէ՞, հետ, այսինքն սեփականության իրավունքը փոխանցելու են ուրիշներին։ Այսինքն դա ժողովրդին վերադարձնելը բլեֆ է։ Հիմա սրան ինչու չեն պատասխանում, բայց հնարավոր համարում եք, որ օրինակ լինի, չգիտեմ, ասենք օֆշորային ինչ որ մի գոտում, արևմտյան ինչ որ մի ընկերության անվան տակ վերցնեն հեծը, բայց իրականում լինեն տերերը, բուն տերերը, ասենք օրինակ թուրքական էներգետիկ ընկերության սեփականություն դառնա։ Շատ կարևոր հարց եք բարձ ասում, մի պահ ուզում եմ վերանալ հեծից, գալ միջազգային պրակտիկայից մեկ օրինակ տալ ու վերադառնում ես։ Փողը հիմա գլոբալ է, կապիտալը առհասարակ գլոբալ է եւ վերահսկելը շատ դժվար է դարձել։ Եկեք համաձայնենք։ Մանավանդ որ կապիտալի դիջիտալիզացիա է գնում ամբողջ աշխարհում։ Կրիպտո, այո։ Եվ հիմա հակառակ փաստին որ պետությունները խստացրել են հսկողության մեթոդներ եւ այլն, այդուհանդերձ ճողոպրում են եւ տարբերակներ կան։
Ես ուզում եմ ձեզ բերել 1956 թվականին Սուեզի ջրանցքի ազգայնացման օրինակը եւ դրա հետևանքները։ Բայց Եգիպտոսը Աբդունասեր կարողացավ դա ազգայնացնել, որտեղ դա հետկոլոնիալական կամ հետգաղութատիրական տրամաբանության մեջ էր, անգլիացիք թողեցին դուրս եկան, հետո պատերազմ հրահրվեց եւ այլ, դա Եգիպտոսի սեփականությունը եւ Եգիպտոսը պիտի բնականաբար վերահսկի աշխարհի ամենա այսպես ասեմ կարևոր կանալներից մեկը։ Ինչ եղավ հետո բոլոր նրանք, ովքեր շահեր ունեին ռազմավարական այդ կանալի հետ կապված եւ այդ ազգայնացումից տուժեցին, հրահրեցին պատերազմներ։ Երկու պատերազմ, 56-ի պատերազմը եւ 67-ի պատերազմը, որը Եգիպտոսի համար ճակատագրական էր, այո։ Ճակատագրական, հետո իհարկե հասկանում եմ, որ 73-ին Սադատ եկավ, սերունդ փոխվեց եւ տրամաբանություն փոխվեց։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Այսպես կոչված քաղաքասարակության դաշտը ի վերջո ցանկացած նարատիվ ինքը պիտի ունենա արդարացնողներ եւ այդ գաղափարի կենսունակությունն ապահովող կազմակերպություններ, անհատներ, ստատուսչիներ, չգիտեմ ինչեր եւ այլ եւ այլ։ 15 տարի, 20 տարի մեզ ինչ են կերակրել, ասել։ Էս վատնա, էս լավնա, գնում ենք Եվրոպա, գնում ենք էս ենք անում, այդ ենք անում։ Որևէ իզմ չդավանող ես խորքից եմ գալիս։ Որևէ տնտեսական հստակ քաղաքականություն, սկզբունքայնություն չունեցող վարչախումբ չի կարող մի անգամից առավոտը արտանալ ու ասել, որ ես սա ազգայնացնում եմ։ Ազգայնացնում են բոլոր այն իշխանությունները կամ պետությունները, որոնք ունեն կառավարելու հմտություն նախ այդ ամբողջը, երկրորդը հստակ տեսլական եւ ծրագիր, այդ լավ վերցրիր դու դա։ Ունես բավարար մասնագետներ, ռեսուրսներ եւ այլն այդ ամբողջը։ Եվ երրորդը դու սոցիալիստ ես, դու սոցիալ-դեմոկրատ ես, հասկանամ։ Ես ինքս ընկերվար եմ գաղափարախոսությամբ, հավատում եմ, որ պետությունը ռազմավարական նշանակության օբյեկտներում պիտի ունենա գոնե վերահսկելու կամ ինչ-որ բան։ Նեոբոլշևիկ են, չգիտեմ, բոլշևիկ են։ Բա դու ինչ ես։ Մի հատ հասկանամ, դու ծայրահեղ ֆաշիստական կապիտալիզմի ամենավերջին քաղաքականությունն ես իրականացնում, պետությունը պարտքերի տակ։ Դու ում վրա ես խնդում, ում վրա ես ծիծաղում։ Հեծը ազգայնացրիր, ինչ ես անել, բնականաբար դու չես կառավարելու։ Ում ես տալու, ինքը այդքան միամիտ չէ, որ որևէ թուրքական ընկերության հանձնի այդ կառավարումը Տիկեսերանյան։ Ինքը միամիտ չէ։ Ինքը շատ լավ գիտի դրա հակազդեցությունը, դրա չգիտեմ ինչ, փորձելու է մեղմել։ Ինչ պիտի արվի այդ ձեր ասած տարբերակով։ Լինելու են երրորդ միջնորդ կազմակերպություններ, ոնց ֆինանսավորումը հայտնի չէ։ Օրինակ, որոնք մեկ գիտենք, բուն տերերը ովքեր են։ Բուն տերերը չգիտենք։ Օֆիցիալ ներկայացում էր ամերիկյան ընկերություն, բայց մենք չգիտենք, որտեղ այնտեղ օֆշորային ընկերությունների հետ փոխկապակցված 20 տարի քաղաքասարակության դաշտում տարբեր ժուրնալիստների միություններում նախաձեռնություններ ներգրաված եք եղել եւ շատ լավ գիտեք դաշտում այդ մարդիկ որտեղից են փող ստանում, որտեղից են աշխատավարձ ստանում։ Հիմա ես որ կանգնում ասեմ ձեզ, Ադրբեջանն ու Թուրքիան $200 միլիոն փող են ներարկել հայկական քաղաքասարակության դաշտ տարբեր կազմակերպ շվեյցարական, ավստրիական կազմակերպությունների միջոցով։ Ես գիտեմ, որ այդ փողը այդտեղից գալիս է։ Փաթեթավորումներ։ Բա իհարկե։ Հիմա ասենք Կազանջիին հոչ են տալու, մի անգամից ասեն, գիտեք ինչ, ռուսներից վերցրինք, թուրքերին տվեցինք։ Իրենք տալու են ինչ որ մի X կազմակերպության, որի միջնորդավորված սխեմաներ են, չէ՞, սրանք ամբողջ աշխարհում են այդպես աշխատում։ Ամերիկան Իրանում երկար տարիներ միջնորդավորված կազմակերպությունների միջոցով Իրանում հենց զբաղվել է տարբեր տիպի գործում, Մոսադը զբաղվել է այդ գործունեությամբ։ Ինչպես հիմա գլոբալ աշխարհ է։ Դե նույն ՀԿ-ները ըստ էության մեծ մասը այստեղ ինչ է անում, ինֆորմացիա է հավաքում եւ փոխանցում։ Եվ փոխանցում պատերազմի ժամանակ 44 օրերի ժամանակ մի հատ թող նայեն ովքեր էին այնտեղ։ Նայեն որ կազմակերպությունները ինչ գործ ունեին դրանք այդտեղ։ Հիմա շինարարության առհասարակ շինարարության ոլորտում։ Ճիշտ է որ թուրքական կապիտալ։ Այո, կա կապիտալ։ Այո, կա կապիտալ։ Պետության առաքելությունը դրա համար որ ասում են սիստեմն է խնդիրը։ Պետության առաքելությունը ո՞րն է։ Այդ ամբողջը բացահայտել, ոչ բացահայտ ձևով չեզոքացնել։ Սրանք ինչ են անում։ Ասում են փող մտնի միայն։ Փողը դարձել է մեր կյանքի նպատակը։
այսինքն սրանց համար։ Փող տամ լռի, գաղափար պետք չի, ինչ Արցախի, ոչ մի բան պետք չի։ Փողը տար, տեղը նստի։ Հիմա նույն տրամաբանությամբ է այսինքն գործում։ Դի տնտեսական ակտիվության, չգիտեմ, ցուցանիշներ են ցույց տալիս եւ այլն։ Ես ինքս ճանաչում եմ անձամբ արաբական X երկրից երկու ներդրողի, որոնք այստեղ շինարարական բիզնեսով զբաղվում, որոնց օրթախները գործընկերները մեկը Անկարայից է, մեկը Դիարբեքիրից է։ Հիմա սա ինչ հաշվենք։ Սա հաշվենք, չգիտեմ ինչի փող։ Թուրքական հին խոսք կա, չէ, ասում է հային փող, թուրքին հող, ցավոք սրտի։ Դե մենք պիտի կոտրենք այդ մտածողությունը, պիտի կոտրենք դա։ Սա ու հարմար գործիք ունեն այստեղ իդեմս այս իշխանությունների։ Շնորհակալ եմ պարոն Գասպարյան, շատ հետաքրքիր զրույցի համար, ինչպես միշտ, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանը։ Կհանդիպենք հաջողություն ձեզ։